Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսօր փետրվարի 16-ն է այստեղ, բայց Հայաստանում արդեն 17-ն է, այս եթերը, այս հաղորդագրությունը իր բնույթով տարբերվում է իմ մնացած բոլոր մյուս հաղորդագրություններից, որովհետև լինելու է բացառապես էթիկայի և էսթետիկայի սահմաններում, այսինքն մեկ կուլտուրական եթեր։ Ինչի ակուլտուրական, ես ուզում եմ, որպեսզի այս ձայնային հաղորդագրությունը տարածեն բոլորը, դնեն իրենց ֆեյսբուքյան էջերի, ինստագրամյան, տիկտոկյան, բոլոր տեղերով, որովհետև սա շատ կարևոր է։ Ինչպես գիտեք, առջևում Հայաստանի Հանրապետության պարլամենտական ընտրություններն են և մի շարք ծանոթ, անծանոթ մարդիկ լցվել են, ասում են, մենք ուզում ենք դառնանք վարչապետ, աթոռակռիվ։ Այդ անգամ չունենալով 1000 ձայն, միևնույնն է մտել են ձայն գողանալով փախստելու համար, բայց ոչ մեկ չի պատասխանում այն հայ ազգի 75-80% ազգաբնակչության հուզող հարցերին։ Այդ իսկ պատճառով այդ հարցերը կազմել եմ անձամբ ես և ուղղում եմ բոլոր վարչապետի թեկնածուներին, անխտիր, առանց որևիցե մեկի անունը տալու, մյուսինը որովհետև կարող է չտա, մոռանամ, ասել մեկին պահեց, մեկի չտվեց։ Սա հասարակագրվում է բոլորին։ Բոլոր են մարդկանց, են վարչապետի թեկնածուներին, որոնք որ առաջադրված են և առաջադրվելու են, կամ արդեն հայտարարել են։ Եվ տալիս եմ 72 ժամ այս հարցերի պատասխանը տալու համար, որից հետո 72 ժամը երբ որ լան, արդեն հատիկ Վարդան Ղուկասյանը կգնա բոլորի տներով, իհարկե վերցնելով նաև ձեզ։ Այս հաղորդագրությունը կազմված է, այսինքն լինելու է և հայերեն լեզվով, և ռուսերեն լեզվով, որպեսզի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ևս սա լսեն և իհարկե տարածեն։ Հիմա հայերեն լեզվով։ Եվ այսպես, հարց համար առաջին մեր վարչապետի թեկնածուներին։ Փակված եք համարում արդյոք Արցախի հարցը։ Այսինքն, համարում եք արդյոք, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմի մեջ և այլևս Արցախի համար պայքարելը անհիմն է։ Խնդրած կլինեմ, որպեսզի այս հարցին պատասխանեն բոլոր վարչապետի թեկնածուները։ Երկրորդ, տրամադրում եք արդյոք Միջանցք, լինելով դուք ապագա վարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա չի վերաբերվում իմիջիալոց, միայն Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն ամեն ինչ արել է այս հարցի լուծման շուրջ։ Երրորդ, թուրքերը կամ ադրբեջանցիները առանց հսկիչ անցագրային կետի, առանց անձնագրային ստուգման իրավունք ունեն մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, այո կամ ոչ։ Արդյոք համարում եք փակված հայոց ցեղասպանության հարցը, պահանջատեր եք, թե ոչ, հարգելի վարչապետի թեկնածուներ։ Պետական դավաճանության հոդվածով, հարց համար 5, պետական դավաճանության հոդվածով պետք է դատապարտվի Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, և իհարկե նաև Սերժ Սարգսյանը առանց դատ ու դատաստանի և ենթարկվել մահապատժի։ Հարց համար 6, եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, իրավախախտումները և այլն, ուժային և դատական համակարգի ներկայացուցիչները, այդ թվում նաև մի շարք հոգևորականներ, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, թե ոչ, հարգելի վարչապետի թեկնածուներ։ Եվ վերջին հարցը, թույլատրելու եք արդյոք թուրքական և ադրբեջանական կապիտալի ներհոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ես ուզում եմ, որ այս հարցերի պատասխանները մենք լսենք։ Այն մարդիկ, ովքեր որ չեն սիրում Վարդան Ղուկասյանին, ասում են Վարդան Ղուկասյանը քֆուր է տալու։ Վարդան Ղուկասյանը այս հարցերի պատասխանը տվել է վաղուց և շարունակում է տալ։ Հիմա ձեր սիրելի վարչապետի թեկնածուները այս հարցերի պատասխանը ունեն, թե չունեն։ Հիմա նույնը ռուսերեն лезвով. Многоуважаемые соотечественники, мои уважаемые армяне, которые живут за пределами Республики Армения и, к сожалению, не очень хорошо понимают армянский язык. Говорю я, Вардан Ղուկասյան, лидер партии ДСД. У меня пару вопросов, которые я адресую ко всем членам кандидата на пост премьер-министра. Как вы знаете, в ближайшем будущем в Армении будут парламентские выборы, и очень много людей, политиков, хотят стать премьер-министром. И у меня для них несколько
вопросов. Прошу этот эфир максимально распространить и отправить вашим любимым кандидатам. Итак, первый вопрос. Ваша позиция по поводу Арцаха. Тема закрыта или нет? Многоуважаемый кандидат на пост премьер-министра. Второй вопрос. Согласны ли вы коридор через Армению? Третий вопрос. Граждане Азербайджана должны без паспортного контроля и без таможенных, так сказать, контролев посещать Армению. Да или нет? Четвертый. Считаете ли вы закрытым вопрос геноцида армян? Пятый вопрос. Должен ли нынешняя власть во главе Никола Пашиняна и вместе с Сарксяном быть наказанным без суда и следствия по обвинению в государственной измене? Да или нет? И высшая мера наказания. Шестой вопрос. Должны ли стать перед судом все зачинщики против церкви, судьи, прокуроры и верховные духовные служители, которые предали, так сказать, церковь? И седьмой. Разрешаете ли вы турецкий и азербайджанский капитал вторгаться в Республику Армения? Я хочу, чтобы на эти вопросы ответили ваши кандидаты. И на это я даю 72 часа. После этого я уже перейду, так сказать, к общеизвестным мерам для наказания, так сказать, этих кандидатов, потому что они сейчас думают только об одном – стать премьер-министром. Но никто из этих людей не отвечает на эти вопросы, на требования Алиева, что наши граждане должны без паспортного контроля посещать Армению. Я не знаю такого государства, где можно без паспортного контроля посещать. Что должен быть коридор через Армению, как проходной двор, а через Азербайджан в Россию для Армении не должно быть такого коридора. То есть от нас что требуют изъять из герба гору Арарат, закрыть вопрос геноцида армян. И никто из этих кандидатов не отвечает на требования Алиева, кроме меня, кроме Вардана Гугасяна. Это не адресовано для Никола Пашиняна, потому что Никола Пашинян уже все возможное и невозможное сделал для этого. Он национальный герой Азербайджана. Кстати, еще хочу на русском. Уже очень много азербайджанцев посещают Ереван и делают какие-то видео в центре города Ереван, что посмотрите, тут безопасно, можете посещать. Граждане Азербайджана, ни в коем случае не верьте, это фейк-ньюс. Армения для вас абсолютно небезопасна. Вам не рекомендовано туда ходить. Рано или поздно эта власть уйдет. И если вы будете там покупать дома, недвижимость и так далее, открыть бизнес, потом вы все это должны оставить и уйти к чертовой матери. Вам в Армению не рады, так и вы не рады нам, потому что я не знаю хоть одного армянина, который в последнее это время прибыл в город Баку и показал, посмотрите, как безопасен город Баку для нас. Так что ни в коем случае не верьте вашего президента и ни в коем случае не посещайте Армению. Հիմա հայերեն, իսկ են վիժվածքները, որոնք ոչ Նիկոլա Պաշտեն, ես դրանց ուզում եմ ասեմ, հիմա մի մասը գտնվում է ստեղ Ամերիկայում, մի մասը Արգենտինա, մի մասը Եվրոպա եւ այլն։ Հələ գնացեք Բաքու, կանգնեք Բաքվի մեջտեղ եւ պատրաստեք ռեպորտաժ ու ցույցեք որքան անվտանգ է Բաքուն ձեր համար։ Կանեք այն մարդկային վիժվածքներ, չեք անի, որովհետև ձեզ անգամ Ադրբեջանի տարածք չեն թողա։ Իսկ հետո ադրբեջանցիները գալի հասնում են Երևան, նկարում են, ասում են, տեսեք որքան ապահովում է Երևանը, եկեք Երևան վաղը մյուս օր Երևանի Հայաստանի աղջիկներին արկային կանեք կուկուլալա տումանբա։ Դա չի լինելու։ Եվ իմ հարգարժան վարչապետի տեխնացուներին, որոնք ոչ շնիչ շատ են, այս հարցերին շուտ պետք է ես պատասխանները տան 72 ժամվա ընթացքում։ Որից հետո այն վարչապետի տեխնացուն, ով է պատասխանը չտրվեց, արդեն Վարդան Ղուկասյանը ուխտերով, օսմաններով, փոխերով ու դելֆիններով, ցիգաններով եւ այլոցով կայցելի տվյալ տեխնացուի տուն սիստեմատիկաբար։ Հետո դու ինձանից ոչ մեկ չնեղանա։ Եթերում ես, խոսում ես ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը։
Սպասում եմ արձագանքների։ Հարգանքներով Վարդան Ղուկասյան, մաքսիմալ տարածեք կուլտուրական եթերը, հայոյանք չկա, հանգիստ կարող եք տեղադրել ձեր ֆեյսբուքյան, տիկտոկյան, տելեգրամյան էջերի վրա, որ հասնի, բոլորին հասնի։ Հաջողություն։